Նիկոլ Փաշինյանը ինքն է չէ ասել, այ ես կարող եի այսպես անել, հարց կարգավորել, բայց ինձ դավաճան կասեի։ Իսկ մարդը գիտեր, որ պիտի այդ հարցը կարգավորել պետական շահերի տեսանկյունից ճիշտ է սա է, բայց ասում եթե այսպես վարվեի, ինձ կասեին դավաճան։ Իսկ եթե իրեն դավաճան ասեին, ինքը իշխանությունը կորցներ, գերադասել է իշխանություն չկորցնել ու հանկարծ իրեն դավաճան չասեն եւ սխալ որոշում է կայացել, երկիրը տարել է սխալվեց։ Եվ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրանք էլ գիտեին, որ այո, Ղարաբաղի հարցը պիտի կարգավորել օր առաջ, որովհետեւ ուժերի հարաբերակցությունը փոխվում է։ Բայց մտածել են դե ինչի անշարժ գլուխներս դնենք շարի տակ, բա որ մեզ ասեն դավաճան, ավելի լավ է հանգիստ, դեռևս ժամանակ ունենք, այսպես կշարունակենք, կոմֆորտում ամեն ինչ, այսինքն իրենք էլ իրենց անձնական քաղաքական շահերը վեր են դասել պետական շահերից։ Այս առումով ոչ մի տարբերություն չկա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան նույն բանն են արել, համատեղ ջանքերով իրար պարզ տալով, այսպես ասած, վերել հասցրել են այսօրվան։